Սա միակ դեպքերից է, երբ զոհին հաջողվել է փրկվել։ Նա 18 ժամ գտնվել է սերիական մարդասպանի հետ մեկ սենյակում, նրան առևանգել են պլաստմասե տարայի մեջ պահելով, բռնաբարել 18 ժամ, որից հետո աղջիկը կարողացել է փախուստի դիմել և փրկվել։ Այսօր խոսելու ենք անհավանական պատմության մասին, բայց մինչև տեսանյութին անցնելը կխնդրեմ բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակոճակը և մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով։ What's your emergency? Հունիսի 23, 2002 թվական, հարավային Կալորինա։ Կարա Ռոբինսոնը 15-ամյա սովորական թինեյջեր էր։ Այդ օրը նա իր ընկերուհու Հիզերի հետ գնում է գիշերակաց։ Հիզերի ծնողները այդ օրը քաղաքում չէին և նրանք ամբողջ օրը անցկացնելու էին իրար հետ։ Սկզբում աղջիկները գնացին լողավազան, որից հետո ամեն մեկը իր գործերով, այսպես ասած։ Առավոտյան Հիզերը լոգարանում էր։ Կարան որոշում է ջրել դրսի ծաղիկները։ Նա ոտաբոբիկ ու միայն գիշերանոցահակին դուրս է գալիս տնից դիմացի այգին ծառերը ջրելու։ Տան դիմաց մեքենա է կանգնում, որի միջից դուրս է գալիս նորմալ հագնված մոտ 30 տարեկան տղամարդը։ Նա մոտենում է Կարային, նրա ձեռքին կար գովազդային բրոշյուր։ Կարան մտածում է, որ նա գովազդային գործակալ է։ Տղամարդը նրան հարցնում է. «Ողջույն, գեղեցիկ աղջիկ, տանը մեծերից մարդ կա»։ «Ծնողներիցդ, ով կա տանը»։ Ինչին պատասխան Կարան ասում է, որ սա իր տունը չէ, սա իր ընկերուհու տունն է, նա եկել է գիշերակացով, բայց տանը մեծերից ցավոք մարդ չկա։ Տղամարդը շարունակում է. «Իսկ մոտակայքում են նրանք, շուտով կմոտենան, ես ուղղակի առաջարկ եմ ուզում անել և պետք է մեծերի հետ խոսեմ»։ Ցավոք սրտի Կարան պատասխանում է, որ ոչ, նրանք քաղաքից դուրս են և տանը նրանք մենակ են։ Այս լսելուց հետո տղամարդը իր մոտ գտնվող ատրճանակը պահելով աղջկա վրա նրան ստիպում է, որպեսզի իր հետ գնա իր մեքենայի մոտ։ Երբ նրանք հասնում են մեքենայի մոտ, տղամարդը բեռնախցիկը բացելով աղջկան ստիպում է, որպեսզի պլաստմասե տարայի մեջ պառկի։ Որպեսզի պատկերացնեք, ԱՄՆ-ում շատ տարածված է ամեն ինչ մեծ արտադրել և մեծ ապրանքներ ստեղծել։ Այսպիսով, այս տղամարդը խանութից գնել է մեծ տարա, որի մեջ պարզվում է կարող է 15-ամյա աղջիկ տեղավորվել։ Կարան տեղավորվում է պլաստմասե տարայի մեջ, տղամարդը նրան ստիպում է լռել, այլապես նա կսպանի աղջկան հենց տեղում։ Կարան համաձայնվում է, նա լռում է, բայց դրանից զատ, ինչը ուղղակի շոկային է ինձ համար, նա կարողանում է չլարվել, ոչ մի պանիկա չունենալ, ու այստեղ շատ կարևոր փաստ պետք է հիշել, նա 15 տարեկան է, բայց այդ ժամանակ նա կարողանում է ֆիքսել տարայի վրայի գրված կոդը, ինչպես նաև բոլոր այն խաչմերուկները, որը տղամարդը կատարում է։ Տղամարդը երբ թեքվում է ձախ, Կարան հիշում է և այդպես սկսում է բոլորը հիշել, հաշվել և մտապահել։ Նա նաև հիշում է, թե ինչ ծխախոտ է տղամարդը ծխում, նա նաև հիշում է, թե տղամարդը ինչ երաժշտություն է լսում, Կարան պատմում էր, որ ռոք երաժշտություն։ Միգուցե տղամարդուն դա ինչ-որ մի կերպ փորձում էր իրեն ավելի ինքնավստահ զգալ։ Ինչն-ինչ, բայց կոմունիկացիան տարածքի մեջ շատ կարևոր է, և եթե Կարան չկարողանա հիշել, թե տղամարդը երբ է աջ թեքվել, քանի հատ ձախ է կատարել, քանի հատ ուղիղ ճանապարհից հետո մեկ այլ ուղղությամբ թեքվել, դա հաստատ կբարդացներ նրա հետագա քայլերը։ Ինքս լինելով պատերազմի մասնակից, կողմնորոշման հետ առհասարակ ես շատ մեծ խնդիրներ ունեմ ու կարող է ինչ-որ փոքր տարածությունում սակայն, բայց կորեմ։ Ու նույնիսկ այդ ժամանակ, երբ որ իմ կյանքին վտանգ է սպառնել, ես ինքս չեմ հասկացել, թե որ կողմ պետք է գնամ։ Բայց տեսեք, մարդիկ կան, որ դա շատ լավ հասկանում են և կիրառում են, ինչը ինձ համար ուղղակի չգիտեմ, ֆանտաստիկ նորություն է։ Որոշ ժամանակ գնալուց հետո մեքենան կանգնում է։ Տղամարդը վերցնում է կոնտեյները և ինչ-որ տեղ տանում։ Կարան կողքից լսում է մարդկանց ձայներ, բայց բնականաբար վախենում է նույնիսկ շարժվել։ Եթե ձեզ թվում է, որ տղամարդը նրան առևանգել է և տարել շատ հեռու մի տեղ, բոլորի աչքից հեռու, ապա չարաչար սխալվում եք։
Նա Կարային տալ է իր բնակարան, որը գտնվում է շենքի մեջ։ Այսինքն այնտեղ, որտեղ լիքը մարդիկ են ապրում, իսկ իր սենյակը շատ փոքր էր, նա առևանգում էր եւ տանում աղջիկներին պահում։ Դա էլ բավական չէր, նա մենակ չէր ապրում։ Սակայն դրա մասին մի փոքր ավելի ուշ։ Կարան վերջապես տարայից դուրս է գալիս։ Առաջին բանը, որ տղամարդը անում է, դա աղջկան բռնաբարելն է։ Նա աղջկան բռնաբարում է, սակայն այդ ժամանակ էլ աղջիկը ոչ մի կերպ չի հուսահատվում։ Նա փորձում է հիշել ամեն ինչ, սենյակում ինչը որտեղ է դասավորված, որտեղ է գտնվում դուռը, որտեղ է գտնվում լոգարանը, սառնարանի վրա ինչ մագնիսներ կան։ Բնակարանը ինքնին փոքր էր, անշուք, ոչ էլ այդքան մաքուր։ Աղջիկը ֆիքսում է սառնարանի վրա փակցրված ատամնաբույժի անունն ու հասցեն։ Ուղղակի կարելի է հիանալ նրա հնարամտությամբ եւ խելքով։ Սեռական ակտերի արանքում առևանգողը Կարային չէր դադարում հարցախեղ տանել։ Նա ուներ մի փոքրիկ բլոկնոտ, որի մեջ գրում էր բոլոր հարցերը։ Ունեցել է նա արդյոք boyfriend, թե ոչ։ Ունեցել է արդյոք սեռական հարաբերություն։ Ինչ է նրա մոր կամ հոր անունը, որտեղ է նա իրականում ապրում։ Ինչ էր անում այդ տանը, ինչով է սիրում զբաղվել, ինչով չի սիրում զբաղվել։ Այստեղ Կարան նույնպես շարունակում է հանգիստ տոնով պատասխանել, ինչպես նաև ինքը հարցեր տալ տղամարդուն, որի արդյունքում պարզվում է, որ նա նախկին զինվորական է եղել։ Ինչպես նաև պարզվում է, որ տանը իրենից բացի ապրում է նաև իր կինը։ Կարան դա իմանում է ոչ թե հարցերի միջոցով, այլ երբ որ առաջարկում է տղամարդուն տունը մի փոքր կարգի բերել, ինչին տղամարդը իհարկե համաձայնվում է։ Նա թողում է, որպեսզի աղջիկը մի փոքր տունը կարգի բերի, որի ժամանակ էլ նա նկատում է սանր, որի վրա կա կանացի մազեր, ինչպես նաև կանացի դիմահարդարման պարագաներ։ Տղամարդը այդ ընթացքում հեռուստացույցն է միացնում եւ ասում, որ քեզ ոչ մեկ չի փնտրում։ Դու ոչ մեկին հետաքրքիր չես։ Նա փորձում է ամեն կերպ ճնշել եւ մանիպուլացնել աղջկան, սակայն Կարան մնում է անկոտրոն։ Առավոտյան ժամը 7։ Կարան բացում է աչքերը։ Դահիճը դեռ քնած է։ Նա շատ զգուշությամբ եւ փորձելով որքան հնարավոր է աննկատ փորձում է ազատվել իր ձեռնաշղթաներից։ Վերջապես դա նրա մոտ ստացվում է։ Ազատվելով այդ կապից, նա մահճակալի վրայից զգուշորեն կանգնում է, փորձում ամեն կերպ, որքան հնարավոր է դանդաղ քայլել դեպի դուռը։ Դրանը հասնելուց հետո բացում է ու որքան ուժ ունի վազում է։ Նրան այլևս չէր հետաքրքրում իր հետևից տղամարդը կգա թե ոչ, նա չէր փորձում նույնիսկ հետ նայել, քանի որ վախենում էր, քանի որ նա մտապահել էր փողոցները, վազում է այնքան, մինչև հանդիպում է երկու տղամարդու մեքենայի մեջ։ Տղամարդիկ ուղղակի չգիտեին ինչ անել կամ ասել, քանի որ աղջիկը պատառոտված գիշերանոցով էր, ձեռքին կար կապ դեռևս, ինչպես նաև նրա մազերը ու վիճակը մի փոքր այլ են, տարբերվող էր հաստատ, սա ինչ-որ սովորական մարդ չէր, որ առավոտյան 7-ին այս արտաքինով կարող է փողոցում հայտնվել։ Բարեբախտաբար տղամարդիկ նրան առաջարկում են օգնել, տանել որևէ կետ, տանել իր հարազատների մոտ։ Կարան պնդում է, որ առաջինը իրեն տանեն մոտակա ոստիկանական բաժին։ Բաժին տանելուց հետո Կարան պատմում է ոստիկաններին ամեն ինչ, որ իրեն ուղիղ 18 ժամ այդ տղամարդը պատանդ է պահել եւ բռնաբարել ողջ ընթացքում։ Նա փախչել է, որովհետեւ հիշել է ճանապարհը, հիշել է նրա անունը, ու Կարան սկսում է բնութագրել տղամարդուն ֆիզիկապես, սակայն ամենամեծ սխալը Կարայի փախչելու ժամանակ հենց այն է լինում, որ նա չի պտտվում եւ հետ նայում։ Կհարցնեք ինչու, ասեմ, Կարան ֆիքսել էր ամեն ինչ, բացի նրանից, թե ինչ տեսք ուներ այդ շենքը, որտեղ նրան ներս էին տարել։ Քանի որ ներս տանելուց նա չի նկատել, իսկ դուրս գալուց նա փախչել է ու հետ չի նայել, ավտոմատ, նա գիտեր համարյա թե ամեն ինչ, բացի այն շենքից, որտեղ որ բնակվում է Դահիճը։ Ոստիկաններին ոչինչ չի մնում, քան ուղակի սկսել բնականների տարածքները փնտրել ու հարցաքննել բոլորին։ Նրանք սկսում են տարածքին ամենամոտ բնակելի կոմպլեքսի մենեջերից եւ նրան ցույց տալիս կասկածյալի նկարը,
ինչպես նաև նրա պահվածքը, ինչ էր սիրում, ինչ էր անում, դե իհարկե այս ամենը ըստ Կարայի։ Մինչ ոստիկանությունը շարունակում է փնտրել նույն ժամանակահատվածում, Կարան գտնվում է արդեն բժիշկների վերահսկողության տակ, քանի որ աղջիկը ուներ մի քանի վնասվածքներ, կապտուկներ, ինչպես նաև բժիշկները փորձում են տղամարդու ԴՆԹ գտնել, որի միջոցով կկարողանան պարզել, թե ով է։ Ռիչարդ Մարկ Էվան։ Սա է տղամարդու իրական ազգանունը։ Այն տղամարդու, ով Կարայից բացի եւս 3 աղջկա նման կերպ առևանգել եւ բռնաբարել է։ Այն տղամարդու, ով 2 անգամ ամուսնացել է, ում կինը ոչինչ այս ամենի մասին չի իմացել։ Ռիչարդը 38 տարեկան է եւ նա այդ պահին ապրում էր իր 19-ամյա կնոջ հետ, ով նրա երկրորդ կինն էր։ Նրա մանկության ու պատանեկության մասին շատ բան հայտնի չէ։ Ծնվել է Ամերիկայում ամենասովորական ընտանիքում։ Ընտանիքի մեծ երեխան էր եւ միակ տղան։ Ուներ իրենից փոքր 2 քույր։ Դպրոցից հետո միանգամից անցնում է ծառայության, բարեհաջող ավարտում եւ լավ ծառայության դիմաց ստանում շքանշան։ Նրա բոլոր ընկերներն ու ծանոթները միայն լավն էին խոսում իր մասին։ Ծառայությունից հետո ամուսնանում է եւ սկսում ապրել առաջին կնոջ հետ իր ծննդավայրում, սակայն ֆինանսական ու մշտական վեճերի պատճառով բաժանվում են։ Ռիչարդը չի կարողանում վճարել եւ բանկը նրանից արգրավում է տունը։ Նա ստիպված է լինում տեղափոխվել այս բնակարանը, որտեղ էլ հետագայում ոստիկանները հայտնաբերում են նրա կատարած հանցագործությունների բոլոր ապացույցները։ Հետաքննության արդյունքում նրա տանը գտնվում են հոդվածներից պոկված հատվածներ։ Հոդվածները 3 աղջիկների մասին էին՝ 16-ամյա Սոֆի Սիլվիայի, 15-ամյա Քրիստին Լիսկի եւ 12-ամյա Քեթի Լիսկի մասին։ Իդեպ վերջին 2 աղջիկները հարազատ քույրեր էին։ Այս 3 աղջիկներին էլ առևանգել են իրենց տան մոտից։ Նրանց գործը վաղուց արդեն փակուղում էր, սակայն նոր ապացույցների պատճառով գործը վերաբացվում է եւ վերագրվում Ռիչարդսին։ Այսպիսով բացահայտվում է 3 գործ, սակայն սա դեռ ամենը չէ։ Երբ սկսում են Ռիչարդի ընկերներին հարցուփորձ անել նրա մասին, արդյոք նկատել եք որևէ տարօրինակություն, բոլորը պնդում են, որ ոչ։ Նա շատ հանգիստ, adekvat եւ ոչ բռնարար մարդ է։ Բոլորը բացի Ռիչարդի քրոջից, ով ուշադրություն զանգում է ոստիկանություն եւ ասում, որ եղբայրը զանգահարել է իրեն, պատմել, որ մեղավոր է ոչ միայն Կարայի առևանգմամբ, այլ ուրիշ սպանություններով, սակայն այնքան շատ են դրանք, որ նա նույնիսկ չի կարող դրանք թվել կամ պատմել։ Քույրը բարեբախտաբար ոստիկաններին ասում է այն մոթելը, որտեղ նա գնացել եւ ապաստանել է, ասում է մեքենայի մակնիշի համարները, տալիս այն բոլոր ինֆորմացիան, որը այդ պահին պակասում էր ոստիկաններին։ Ոստիկանները անհապաղ գնում են Ռիչարդի հետևից եւ գտնում նրա մեքենան մայրուղու վրա կանգնած։ Երկար հետապնդելուց հետո մեքենան նրանց հաջողվում է Ռիչարդսին կանգնեցնել փակուղու առջև։ Նա այլևս տեղ չուներ գնալու։ Վերջապես նրան կձերբակալեն եւ նա կպատմի ամբողջ ճշմարտությունը, իր արարքների բացատրությունը կտա, ինչպես նաեւ կասի, թե ովքեր են մնացած իր զոհերը, որոնց մասին նա չէր խոսել իր քրոջ հետ։ Երբ ոստիկանները փորձում են մոտենալ մեքենան, լսվում է կրակոցի ձայն։ Ռիչարդը կրակում է ինքն իրեն։ Այսպիսով նա ինքնասպան է լինում։ Ոստիկանները չեն հասնում նրա կյանքը փրկել, որպեսզի հետագայում դատապարտեն, եւ նա տեղում մահանում է։ Այսպիսով Կարայի առևանգման գործը փակվում է։ Ոստիկանները 3 աղջիկների համար գտնում են նաեւ ապացույցներ մեքենայի մեջ։ Ռիչարդի մեքենայի մեջ նրանք գտնում են մատնահետքեր, ինչպես նաեւ տարբեր պարագաներ, որը նա զոհերից որպես հուշանվեր պահում էր իր մոտ։ Կարան 17 տարեկանում, երբ փնտրում է աշխատանք, ոստիկաններից մեկը նկատում է նրան եւ կանչում իր մոտ ադմինիստրատիվ գործերում օգնելու համար։ Դրանից հետո, երբ որ քոլեջն է ավարտում, ընդունվում է ոստիկանական ակադեմիա։ Ակադեմիան ավարտելուց հետո անցնում է դպրոցի անվտանգության համակարգ, համատեղելով քննիչի աշխատանքի հետ։ Կարան այսօր շատ ակտիվորեն զբաղվում է նման գործերով։ Ինքն իրեն սոցիալական կայքերում ոչ թե ներկայացնում է որպես զոհ, այլ մարդ, ով կարողացավ հաղթահարել եւ հաղթել սերիական մարդասպանին, մարդ, որ կարողացավ փախչել այս դժոխքից եւ ապրել
հանգիստ եւ առողջ կյանքով։ Նա ունի 2 երեխա, հաջողված կյանք, ինչպես նաեւ կարիերա։ Սոցիալական հարթակներում շատ ակտիվորեն ցույց է տալիս իր կյանքը զբաղվում բլոգինգով, ինչպես նաեւ նրա մասին կան նկարահանված ֆիլմեր։ Այսպիսով ավարտվում է Կարա Ռոբինսոնի պատմությունը, այն աղջկա, ով կարողացավ փախչել։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, մեկնաբանություններով կարող եք կիսվել ձեր կարծիքով, ինչպես նաև հավանել տեսանյութը և տարածել այն։ What's your emergency?